Միացյալ Նահանգների ու Սաուդյան Արաբիայի տնտեսական հարաբերությունների 32 տարվա ամենամեծ տնտեսական գործարքն է կնքվել։ Դոնալդ Թրամփն ու Մոհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդը Ռիադում $142 միլիարդ տնտեսական գործակցության պայմանագիր են ստորագրել։ Դրանով Միացյալ Նահանգները պարտավորվում է Սաուդյան Արաբիային տրամադրել առաջատար մարտական սարքավորումներ և ծառայություններ։ Սաուդյան Արաբիայի առաջնորդը խոստացել է առաջիկա 4 տարվա ընթացքում $600 միլիոն դնել Ամերիկայում։ $20 միլիոն արհեստական բանականության տվյալների կենտրոններում և Միացյալ Նահանգների էներգետիկ ենթակառուցվածքներում։ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն է և Միացյալ Նահանգների ամենամեծ տնտեսական գործընկերը տարածաշրջանում։ Մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրությունն արտահայտվում է առևտրի աճով, որը 2013-ից 2024 թվականներին հասել է $500 միլիարդ։ Սաուդյան Արաբիայում գործում և ներդրումներ են անում ամերիկյան 1300 ընկերություններ, դա մեր երկրում օտարերկրյա ներդրումների գրեթե 1/4-ն է։ Սպիտակ տունը Սաուդյան Արաբիայի հետ կնքված գործարքն անվանել է պատմական, ազդարարել տնտեսական գործակցության նոր ոսկե դարաշրջանի մեկնարկը։ Սա Թրամփի առաջին պաշտոնական այցն է նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում։ Սաուդյան Արաբիա գնալով նա փաստացի խախտել է նախ դաշնակիցներին, Մեքսիկա ու Կանադա այցելելու Միացյալ Նահանգների ղեկավարների ավանդույթը։ Մերձավոր Արևելք Թրամփի ուղևորության հիմնական նպատակը Միացյալ Նահանգներ լրացուցիչ ներդրումներ բերելն է։ Իհարկե, քաղաքական ուղերձներն էլ են տեղ գտել Թրամփի ելույթներում։ Նա օրինակ կոչ է արել Իրանին ընդունել ամերիկյան ձիթապտղի ճյուղը կամ պատրաստվել առավելագույն ճնշմանը։ Ես պատրաստ եմ վերջ տալ անցյալի հակամարտություններին և նոր հիմքեր ստեղծել ավելի լավ և կայուն աշխարհի համար, նույնիսկ եթե մեր տարաձայնությունները շատ խորն են։ Ես երբեք չեմ հավատացել մշտական թշնամիներ ունենալուն, ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, բայց եթե Իրանի ղեկավարությունը մերժի այս ձիթապտղի ճյուղը և շարունակի հարձակվել իր հարևանների վրա, ապա մենք այլ ելք չենք ունենա, քան առավելագույն ճնշում գործադրելն է։ Թրամփի հաջորդ քաղաքական հայտարարությունը Սիրիայի մասին է եղել։ Միացյալ Նահանգները պատրաստվում է չեղարկել բոլոր պատժամիջոցները։ Սպիտակ տան ղեկավարը որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի արքայազնի և Թուրքիայի նախագահի հետ քննարկումներից հետո։ Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ Թուրքիայում կհանդիպի Սիրիայի նոր արտգործնախարարի հետ։ Թագաժառանգն ու Մերձավոր Արևելքում իր հարգանքը վայելող մարդիկ օրերս զանգահարեցին ինձ և խնդրեցին չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Ես կհրամայեմ չեղարկել բոլոր պատժամիջոցները։ Հայտարարությանը թագաժառանգը հոտնկայս է ծափահարել։ Ինչ եմ ես անում թագաժառանգի համար։ Պատժամիջոցները դաժան էին, բայց կարևոր։ Հիմա փայլելու ժամանակն է։ Դամասկոսը ողջունել է պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։ Ժամեր անց Ռիադում Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարան ու Թրամփը հանդիպել են, ձեռքսեղմամբ ամրապնդել Սպիտակ տան ղեկավարի խոստումները։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։